Sportcast։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկումն է, դարձյալ անդրադառնում ենք առողջ ապրելակերպի մասսայականացմանը, դրա գաղափարախոսությանը, մարտարվեստներին, մարտարվեստի գաղափարախոսությանը եւ ինչ է տալիս մարտարվեստը նաեւ հայ ազգին։ Իմ հյուրերն են Դուքենդո կարատեի ֆեդերացիայի Ավանի մասնաճյուղի փոխնախագահ Ալբերտ Վարդանյանը եւ տվյալ մասնաճյուղի գլխավոր մարզիչ Արտուշ Միկոյանը։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար տղաներ։ Իհարկե այս մարտարվեստին անդրադառնալիս պետք է այդ ներբությունների մասին առաջին հերթին խոսենք, ինչով է Դուքենդո կարատեն նախ տարբերվում ավանդական կարատեից, կարատեի մյուս տեսակներից, ինչ ներբություններ կան այստեղ։ Նախ մենք էլ շնորհակալ ենք հրավերքի համար, Դավիթ ջան, շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այստեղ։ Նշեմ, որ Դուքենդո կարատեն ի սկզբանե եղել է full contact կարատե, 90-ականներից արդեն գործում է Հայաստանում։ Հիմնադիրը full contact կարատեի Չակ Նորիսն է, միջազգային ֆեդերացիայի նախագահն մեր մոտ Գոր Վարդանյանն է։ Հետագայում 2006 թվականից վերափոխվեց եւ անվանվեց Դուքենդո full contact կարատե։ Թարգմանաբար ճապոներենից Դուքենդոն դու կարող ես, արա, այդպես է նշանակում։ Ներբությունները ինչով է նաև տարբերվում, տեսեք, մի քանի թողարկում առաջ իմ հյուրերն էին ավանդական կարատեի ներկայացուցիչները, իրենք ներկայացրեցին մոտավորապես ինչ է իրենից ներկայացնում այդ տեսակի կարատեի։ Հիմա օրինակ եթե համեմատության մեջ դնենք Դուքենդո կարատեն ինչով է տարբերվում ավանդական կարատեից։ Վստահ եմ հիմքը նույնն է, բայց որոշակի տարբերություններ փոքր կան, չէ՞։ Այո, հիմքը կարատեի նույնն է, Դուքենդո կարատեն ասեմ ինչով է տարբերվում։ Մեր կարատեի մեջ մենք նաև ընդգրկել ենք թրիկինգը։ Ինչ է նշանակում թրիկինգ։ Թրիկինգը դա բոլոր մարտարվեստների, կապուերայի եւ բրեյք դանսի համադրումն է արևելյան մարտարվեստների հետ։ Դա ավելի շատ ամերիկյան ոճ է, ովքեր որ գիտեն ինչ է նշանակում։ Թրիկինգ նշանակում է խաբկանք, սենց բացատրեմ, այսինքն կարատեն միացվում է ակրոբատիկայի հնարքներին։ Կոնկրետ Դուքենդո ֆեդերացիան եւ մեր հենց Ավանի մասնաճյուղը Հայաստանում միակն է, որ ունի նմանատիպ ցուցադրական թիմ եւ բազմաթիվ միջոցառումների եւ այլ սպորտաձևերի, այլ մարզաձևերի բացումներին հենց մեր մասնաճյուղի թիմն է մասնակցում։ Թիմը կազմված է 150 հոգուց, ինչպես է ընտրվում տվյալ թիմը։ Երեխան երբ որ հաճախում է կարատեի, մի որոշ ժամանակ մարզվելուց հետո արդեն մարզիչի կողմից ընտրվում են տվյալ թիմից այն երեխաները, ովքեր կարող են նաև առանձին մարզվել ակրոբատիկայով։ Մեր թիմում ունենք մասնագետներ, ովքեր առանձին միայն երեխաների հետ աշխատում են հենց ակրոբատիկայի հնարքների վրա, որը հետագայում միաձուլվում է կարատեի հետ, դրան գումարում ենք նաև բրեյք դանսի շարժումներ, դրան գումարվում է կապուերայի շարժումներ ու մի քանի նման ոճերից եւ դառնում է շատ հետաքրքիր մի բան։ Ալբերտ, դուք ձեր խոսքի սկզբնամասում նշեցիք, որ ի վերջո հիմնադիրներից մեկը կամ հիմնական հիմնադիրը Չակ Նորիսն է, նա նաև հանրաճանաչությամբ է զբաղվել։ Հիմա ակրոբատիկայի տարերի մասին որ խոսում եք, ինքը հենց այսպես պոպուլիզացման հարցում, թե իր ֆիլմերում, թե հանդիպումներում մարզասերների, սպորտասերների, մարտարվեստի սիրահարների հետ շատ այդպիսի տեսանյութեր կան տարածված սկսած 80-ական, 90-ական թվականներից, ինքը զբաղվում էր նրանով եւ ցույցադրում էր, թե ակրոբատիկան ինչ տար է ի վերջո, ինչի համար է մցվել, այսպես ասած, համաձուլվել կարատեի հիմքի հետ։ Արտուշ, դուք ակրոբատիկայի այդ հնարքներին հեշտ տիրապետեցիք, ի սկզբանե հեշտ էր, թե պետք է օրինակ երեխաները նաև որոշ չափի գուցե մարմնամարզությամբ զբաղված լինեն, որպեսզի այս ամենը իրենց հեշտ տրվի։ Դավիթ ջան, ուրեմն ես բավականին վաղ տարիքում եմ սկսել աշխատել ակրոբատիկայով։ Ու բավականին մեծ աշխատանք է պահանջվում, հատկապես երբ արդեն 10-12 տարեկանդ անցել է եւ պիտի նոր սկսես ակրոբատիկայով զբաղվել, որովհետեւ այնտեղ բավականին
ճկուն եւ պետքա թեթև լինես, քանի որ հավանականությունը մեծ է որ նաեւ կարող ես շուտ վնասվես։ Մարմնամարզության մեջ էլ է, չէ՞, այդպես, այսինքն մարմնամարզությամբ զբաղվելու տարիքը բավական ցածր է։ Ինչքան փոքր, այդքան լավ։ Այո, ինչքան վաղ տարիքից բերեն մեզ մոտ մարզվելը, այդքան ավելի հեշտ է եւ մեր համար եւ ավելի տվյալ երեխայի հիմքը ավելի լավ է դրվում։ Նաեւ դուք հարց տվեցիք, դուք են ինչով է տարբերվում մեր մյուս արևելյան մարտավեստներից։ Այդտեղ հիմնականում հարվածները եւ շարժումները եւ անվանումները նույնն են, բայց մեզ մոտ մենամարտային կանոնակարգերը մի փոքր այլ է։ Հիմնականում դա տարբերվում մեկ կարատեն մյուսից։ Դրանք երևում են եւ կիրառվում են հիմնական մրցաշարերի ժամանակ, այո։ Այնտեղ ունենք point մենամարտային ոճը, որտեղ որ մեր մոտ կանոնակարգ ուրիշ է, ենթադրենք ոտքով գլխին հարվածա մեզ մոտ 2 միավոր է, մեկ այլ կարատեում 3 միավոր է։ Նո այնտեղ արդեն կանոններ կան, որ դուք հետնոյում, քանի որ նաև ակրոբատիկան բավական մեծ այսպիսի զգալի ներկայություն ունի, դուք հետնոյում ոտքով հարվածները բավական շատ են։ Այո, ոտքով հարվածներն են։ Ոնց որ բոլոր կարատեների մեջ, բացի թեյքվանդոյի տարբեր ոճեր կան, որ այնտեղ միայն ոտքով է հարվածները։ Մնացածը հիմնականումն է։ Ու նաև էլի տարբերություն նշեմ բոլոր մնացած մարտարվեստներից, որ կա կատաներ, այսինքն տեխնիկան այդ որ ցուցադրվում է դուքենդոյում տարբերությունները ինչն են։ Մենք նաև եւ կավանդական կատա, որը բոլորն են անում, բոլոր մարտարվեստները։ Նաև մեր մոտ կա էքստրիմ, կա երաշտական, ստեղծագործական զենքով, զենքի մեջ մտնում է դա նունչակները եւ փայտով կատաները։ Դրանք նույնպես անցկացվում են որպես մրցումներ եւ հենց այդ ոճերում է, որ մենք մեծ առավելություն ունենք Հայաստանում, ես վստահ կարող եմ ասեմ միակը դա մենք կարող ենք ցուցադրել եւ նաեւ մենք այդ ոճով մասնակցում ենք Ամերիկայում հենց իրենց հետ որ հիմքը ներից եկել իրանք են ստեղծել դա ու կարողանում ենք իրանց հետ sense նույնիսկ այդպես այո մենք չեմպիոններ ունենք 2012-ից սկսած մինչև հիմա որ այնտեղ այդ ոճերում երեխաները կարողացել են քիչ անց Ալբերտ մենք կանդրադառնանք նաև ենթադրենք վերջին տարիներին ինչ այսպես ասեմ ինչ տիտղոսներ են նվաճել ձեր սաները դուք մեր հավաքականը ներկայացնելով Հայաստանը տարբեր միջազգային մրցաշարերում մինչ այդ կատային անդրադառնանք դուք դրա մասին նշեցինք մեր ունկնդրին պետք է եւս մեկ անգամ հիշեցնենք որ կատան այսպես ասած երևակայական հակառակորդի հետ մենամարտն է այական հակառակորդ այստեղ այդ ակրոբատիկայի այդ տարերը փոքրինչ գուցեև չգիտեմ ուշուին հիշեցնեն հա այդպես եմ հասկանում այսինքն ուշում էլ կա չինական մարտարվեստ է, չէ՞, քունգ-ֆուում չինական մարտարվեստ է, այնտեղ այդ ակրոբատիկան կատայի մեջ շատ է ներկայացված, այնպիսի հնարքներ են կատարում մարզիկները, որ մտածում ես լավ, ենթադրենք մարտնչելիս այդ հնարքները հնարավոր են, թե ոչ։ Մենք էլ այդ նույն ձևով մեր երեխաներն է կարողանում են ցուցադրել, այդ նույն ձևով, օրինակ ոնց է լինում ակրոբատիկայի եթե պետք է օրինակ դիրքի մեջ նստի հարված ցույց տա գեղեցիկ կարատեի դիրք այդ նույն դիրքը հարվածը ցուցադրվում է ակրոբատիկական հնարքից հետո այսինքն այդ սալտոնը տրյուկը կատարելուց հետո ինքը նույն դիրքում է հայտնվում եւ նույն հարվածը ցույց տալիս մեկը ցույց է տալիս օրինակ առանց այդ տրյուկի բնականաբար ով որ կարող է անել դա այդ սալտոն անելուց հետո նույն դիրքի մեջ նստել, դա արդեն 10 անգամ բարդ է դրա վրա առանձին աշխատանք է պահանջվում։ Հայաստանը բավական ներկայացված է միջազգային ասպարեզում հենց դուքենդո կարատեյով, դուք իհարկե անունը տվեցիք մեր հանրաճանաչ մարզիկի Գոր Վարդանյանի, որը միջազգային ֆեդերացիայի ինչ ներկայություն է Հայաստանը, դրա մասին փոքրինչ մանրամասնեք։ Դուքենդոյի աշխարհի ֆեդերացիայի նախագահն հենց Գոր Վարդանյանն է, դուքենդոն ինքն է հիմնադրել։ Իհարկե, մենք չենք մոռացել full contact կարատեն, դա միաձուլվում է դուքենդոյի հետ։ Հայաստանի ֆեդերացիայի նախագահն Հայկ Վարդանյանն է, ով ղեկավարում է Հայաստանի ֆեդերացիան։ Նաև համաշխարհային այս կառույցի մեջ որ երկրներն են ներկայացված բացի Հայաստանից, դե հայ մարզիկներից շատ, չէ՞։ Այո, շատ երկրներ, աշխարհի տարբեր երկրներում մարզաձևը գործում է։ Հիմնականում, բայց ավելի շատ Ամերիկայում ես կարող եմ ասել, որ նաև մենք համագործակցում ենք տվյալ երկրի հետ
այն ինչը որ ես նշեցի տվյալ ոճերը այնտեղ ավելի զարգացած է, դեռ կարելի ասել են, որ մենք նոր ենք սկսել ուսումնասիրել, մոտարապես մեր մոտ 15 տարի է, որ այդ ոճը մենք դրել ենք, այնտեղ արդեն 30-ից ավել է, որ այդ ոճը կա։ Արտուշ, այդ համագործակցությունը ինչպես է դրսևորվում, այսինքն դուք որպես մարզիչներ գնում եք այնտեղ, որոշ բաներ դուք այնտեղից եք տեսնում, սովորում, այսպես ձեր գիտելիքը ել ավելի շատացնում, նաև ինչ-որ մի բան էլ դուք եք չէ՞ տալիս արտերկրին։ Հիմնականում մենք այնտեղից ենք բերել այստեղ։ Եվ այդ մեր այնտեղի այցերը, մրցաշարերը մեր համար նաև սեմինարի բնույթ է կրում, այնտեղից շատ բան ենք սովորում, քանի որ այնտեղի մրցաշարերը շատ մասշտաբային են եւ մոտ 25-ից 30-ից ավել երկրներ են մասնակցում եւ նման մեծ մրցաշարեր դեռևս Հայաստանում չեն կազմակերպվում եւ այնտեղ տարբեր ազգերին Եվրոպայից եւ այլ երկրներից երբ որ ելույթ են ունենում շատ ուսուցողական է նաեւ մեր համար։ Իհարկե մենք էլ շատ մեր ուրույն ոչ ունենք, քանի որ այստեղ կարելի ասել հիմնադիրները մենք ենք եւ մեր ձեռագիրը ունենք։ Հիմա խոսենք նաեւ այսպես ասեմ այն մրցանակների մասին, որը ունեք դուք, ունեն ձեր սաները, վերջին երևի 25 թվականը, քանի որ մենք նոր մտնում ենք 26 թվական, մտել ենք արդեն։ 25 թվականին ինչ հաջողություններ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները միջազգային ասպարեզում։ 2025 թվականին մեր Ավան մասնաճյուղը իր մասնակցությունը ունեցել է ուրեմն ապրիլ ամսին Ռուսաստանի Տյումեն քաղաքում միջազգային մրցաշար, որտեղ Ավան մասնաճյուղից հանդես են եկել 21 մարզիկներ, կատայի եւ մենամարտային երկու ձևերով եւ բավականին մեծ հաջողություններ են ունեցել։ Նաև թիմային կատով 2 գավաթ ենք հաղթել եւ նույն ամսին արդեն Հունգարիայում Նատկանիժա քաղաքում մասնակցել ենք աշխարհի առաջնության, այնտեղ նույնպես մասնակցել ենք ուրեմն կատա եւ մենամարտային 2 ձևեր եւ բավականին լավ հաջողություններով եկել ենք։ Որոնք են այդ հաջողությունները, Արտուշ։ Ունեցել ենք մրցանակային տեղեր։ Այո, իհարկե։ Մեր Կիրակոսյան Նարեկը point մենամարտով դարձել է աշխարհի չեմպիոն, կատաձևից Սամվել Վարդյանը դարձել է աշխարհի չեմպիոն, առաջի հորիզոնական, ունեցել ենք նաև փոխ-չեմպիոն եւ բրոնզե մեդալակիրներ։ Այս տարի ինչ ունենք անելու։ Այս տարի մենք պատրաստվում ենք ապրիլի 2-ին նորից Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել միջազգային մրցաշարի, նաև Նավարասիսկում ամռանը հունիսի 30-ին էլի միջազգային մրցաշար կա, որտեղ տարբեր սպորտաձևերից, արևելյան մարտարվեստներից մասնակցելու են, եւ նաև մայիսին Պորտուգալիայում աշխարհի առաջնություն կա, պատրաստվում ենք դրան։ Բոլոր տարիքային խմբերի մարզիկները ներկայացված են այստեղից։ Այո, բոլոր տարիքային խմբերի մարզիկները կան, բայց արդեն հաշվի առնվում, թե Հայաստանի չեմպիոն պետքա լինի, որ կարողանա մասնակցի միջազգային մրցաշարի։ Հա, այսպես ասած, որոշակի բոլոր տարիքները կա, այո, բոլոր տարիքներն կան։ Ես մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրերն են Դուքենդո կարատեի ֆեդերացիայի Ավանի մասնաճյուղի փոխնախագահ Ալբերտ Վարդանյանը եւ տվյալ մասնաճյուղի գլխավոր մարզիչ Արտուշ Միկոյանը։ Հարգելի ունկնդիրներ, Sportcast-ի տեսագրությանը դուք կարող եք իհարկե հետևել Հանրային ռադիոյի Facebook-յան էջում եւ այդ տեսագրությունը դիտել նաեւ Հանրային ռադիոյի պաշտոնական YouTube-յան ալիքում։ Անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, նախ իմ բացման խոսքում ինչ ասացի, այս մարտարվեստները իրենցից նաև ներկայացնում են փիլիսոփայություն։ Ի վերջո մարտարվեստին որ անկյունից էլ դիտարկես, դա պարզապես սպորտ չէ։ Դա պարզապես մարդ վարելու ունակություն չէ։ Դա նաև գաղափարախոսություն է, դա կրթություն է, դա դաստիարակություն է, դա մարդու ձևավորման համար շատ կարևոր մի տարր է։ Դրա մասին պետք է խոսենք, ես
առիթ եղել է այստեղ այս ստուդիայում ասել եմ, որ ես եմ երկար տարիներ այլ մարտարվեստով զբաղվել եւ այնտեղ այդ գաղափարախոսությունը, այդ գիտելիքը, որը մեր մարզիչներն էին տալիս, ոչ պակաս, եթե նույնիսկ առավել կարևոր էր, քան հնարքները երբեմն։ Մարդու բնավորության ձևավորման նման պատանեկան տարիքի շատ կարևոր է, չէ՞, դուք էլ եք կարևորում, ես տեսա, որ ձեր Facebook-յան էջում Ալբերտ, դուք մի քանի տեսանյութ եք հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես եք ձեր սաների հետ զրուցում եւ շատ կարևորագույն, այո, ժամանակ է, գուցե դա որոշ չափի ժամանակ է տանում զուտ պարապմունքից, բայց ինչու՞ չէ սա ոչ կարևոր բան է։ Այո, մենք բոլոր խմբերում մեր ասա մեջ մենք ունենք օրեր, որ մենք պարապմունքը տրամադրում ենք ամբողջությամբ հենց նմանատիպ զրույցների, որտեղ ես հենց ծնող որպես ասեմ, ոչ թե մարզիչ, իմ համար սպորտայինը երկրորդական է։ Ամենակարևորը երեխայի համար հենց այդ դաստիարակությունն է։ Որպես ծնող եմ էլի ասում, մարզիչը երեխայի համար ինչ որտեղ կարող է նաև ծնողից առավել լինել իր խոսքով։ Դրա համար այն ամենը, որ մենք մատուցում ենք երեխաներին, շատ կարևոր է եւ սենց ասեմ, սպորտը, կարատեն մեր համար տալիս ենք շոկոլադի տեղ երեխային խաբելով եւ սովորացնելով ամենակարևորը։ Մնացած այն ամեն ինչ որ մենք նշեցինք սպորտային հետ կապված, դա երկրորդական է, դա ամեն դեպքում լինելու է։ Ուշ թե շուտ ամեն մեկն էլ իր չափով իր արդյունքին հասնելու է։ Բայց այն դասեր են հատկապես տղաների համար այն տղամարդկային կարևոր հատկանիշները, որ ինքը պետք է ձեռք բերի իր փոքր տարիքին եւ նաեւ պատանեկան տարիքում, որ դա իր ամբողջ կյանքում է պետք գալու։ Այն ամեն ինչ, որ ինքը սովորելու եւ տրվելու է, դա ամբողջ կյանքում ինքը օգտագործելու է։ Եվ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մեր պետության համար դաստիարակենք կամքի ուժով կարգապահ, իրենց հանդեպ կարգապահ։ Ես միշտ այդ խոսքը ասում եմ, կարգապահ չի նշանակում, որ ասած ձեռքից դիր նստի, ինքը նստի ու չշարժվի, այլ ինքը իր հանդեպ լինի կարգապահ, ձգտող, չհանձնվող, թացը չորից տարբերող, լավը վատից տարբերող, ընտանիքին, հայրենիքին նվիրված մարդիկ մեծանան։ Ամենակարևորը սա է։ Մարտարվեստի ներկայացուցիչ, որքան ընկեր, ծանոթ, ում հետ որ ծանոթ եմ, բոլորը որպես կանոն, այո, երևում է հենց նույնիսկ փողոցում տեսնելիս, բարևելիս տվյալ մարդուց զգում ես, որ չափազանց կարգապահ դաստիարակության որոշակի բավական բարձր մակարդակի մարդիկ են։ Արտուշ, կարգապահությունը այստեղ չափազանց կարևոր է։ Իհարկե պատանեկան տարիքի այդ մարդու ձևավորման, երբ որ բնավորությունը նոր է ձևավորումը, կարգապահությունը որոշակի խստություն եւ սահմանափակում է իրեն, բայց հետագայում դա օգնում է իհարկե կրկնում եմ բնավորության ձևավորմանը, ինչպես եւ Ալբերտը նշեց, շատ տարերի ձևավորման այդ բնավորության մեջ։ Այստեղ բայց ի վերջո աշխատանքը թեթև չի, բավական բարդ է, դուք էլ որպես մարզիչ վստահ եմ տարբեր բնավորության պատանների հետ եք առնչվում, իրենց հետ եք աշխատում։ Յուրաքանչյուրին, այսպես ասեմ, յուրաքանչյուրին անհատական մոտեցում է, թե ընդհանուր մոտեցում է։ Մեր խմբերը նախ տարիքային բաներով են բաժանված, ենթադրենք 4-ից 7 տարեկան երեխաներ առանձին խումբ են, 7-ից 11 առանձին եւ ունենք ավելի ավագ խմբեր։ Եվ յուրաքանչյուր տարիքային կատեգորիայում ունի իր ուրին աշխատանքը։ Իհարկե երեխաներ կան պրոբլեմատիկ, որ նաև իրենց հետ պետք է տանել անհատական աշխատանք, անգամ պարապմունքից դուրս կանչում ենք, հավելյալ զրույց ենք ունենում իր հետ, որովհետև էներգիան շատ է եւ իրեն հասարակության մեջ, չգիտեմ, մանկապարտեզում, բակում կամ դպրոցում ոչ ճիշտ դրսևորում է լինում եւ հիմնականում ուսուցիչները եւ այն բնակավարում, որտեղ որ երեխան հաճախում է, տվել մարզիչները, մանկավարժերը խորհրդակցում են մեր հետ։ Բայց հիմնական ամենակարևոր եւ հենց հիմք տրվող տարիքը 4-ից 7 տարեկանն է։ Նրանք առաջնային մեր գործը, որ հավատան մեզ եւ վստահեն մեզ։ Առաջնային ամենակարևոր բանը դա է։ Վստահ եմ, որ ամենայուրաքանչյուր կրթության ոլորտի
մասնագետ, մանկավարժ կնշի, որ ամենաբարդ տարիքը այդ եթե պատանեկան այդ սպեկտրն ենք նայում 13-ից 15-ն է տղաների պարագայում, 15-16 տարեկանները։ Այո, հասունացման տարիքը երբ որ սկսվում է, բայց հենց այդ տարիքում մինչև հասնելը կա մի քանի փուլ, որ մենք պետքա դրա վրա հենց ուշադրություն դարձնենք։ Այն ինչի մասին խոսում է Այդ փուլերը մենք եթե ճիշտ անցնենք, ապա այդ տարիքում մեր մոտ կստացվի, ես դա ասում եմ որպես ծնող եւ ասում եմ որպես մանկավարժ։ Ինչպես մանկավարժության մեջ, այնպես էլ նաեւ մեր հոգեվոր կյանքով ես դա ասեմ, երեխային պետքա փոքր տարիքում մինչև 5 տարեկան սիրել, թագու կամ թագավորի պես։ Դա ճապոնականն է, դա սիրակության մոդելն է։ Այո, դա նաև մեր մոտ է, այտենց տարբերություն չկա։ Նաև պետքա իրան 6-ից 12-13 տարեկան ծառայի պես ծառայեցնել, հենց այսպես է ասում։ Նրանից հետո որ ստացվի իր հետ ընկերություն անել, այսինքն տարիքում է հենց 13-ից վերև, որ իրանց արդեն ոչ թե պատժի կամ չգիտեմ ինչ որ այլ ձևերով պետքա դա բացատրես, այլ ինքը պետքա ընկերական լինի քո հետ, որ հասկանա այն ամեն ինչ ինչ որ բացատրում որ դա իր շատ կարևոր է ու ամբողջ կյանքում է պետք գալու, այսինքն ինչ որ մենք իրան մատուցում ենք ոչ թե ուղղակի դա մեր ուզածն է որ տենց ենք ուզում ինքը անի, այլ ինքը պետքա հասկանա եւ ընդունի որ դա ասում է իր լավի համար, իր հետոյի համար, որպեսզի ինքն էլ հետագայում ընտանիք կազմելուց հասկանա ինչ ձև պետքա իր երեխաներին դասիրակի, որ հենց այդ հերթականությունը ճիշտ դասավորվի։ Սա ամենակարևոր մասն է։ Եթե այն երկուսը բաց թողենք, հետագայում մենք չենք կարող արդեն այդ տարիքում այդ ձևով անել։ Ուղղակի մենք կոնֆլիկտ կունենանք իրար հետ։ Դա եւ ծնողներին է վերաբերվում եւ նաեւ ծնողները հասկանում են ձեզ։ Այո, դա մենք ծնողական ժողովն է շատ ենք հասկացնում, գոնե 3 ամիսը մեկ անգամ նմանատիպ հարցերի շուրջ մենք խոսում ենք, զրուցում, բացատրում, իհարկե կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, շատերը գիտեն դրա մասին, փորձում ենք մենք էլ մեր ձևով մատուցել, որտեղ երեխան մեր մոտ անցկացնում է ժամուկես շաբաթական մի քանի անգամ, բայց հիմնական մասը անցկացում է ծնողի հետ։ Ծնողը պետք է մեր հետ համագործակցի, եթե տվյալ համագործակցությունը չեղավ, մենք կասենք մի բան, ծնողը այլ բան կամ հակառակը ու տենց չի ստացվելու այն ինչ որ մենք ուզում ենք ստեղծենք, այդ դասիրակությունը չի ստացվի։ Մարզասրահի եւ սեփական տան այդ կոնտրաստը մեծ կլինի եւ ձեր ասածը ի վերջո երեխան չի կարող ընկալել ինչ են իրենց ուզում թե մարզիչը թե ծնողը։ Այո, եթե հակասական լինի, ծնողի ասածը մերին հետ չբռնի, սենց ասած, երեխան էլ կխառնվի իրար։ Մենք այլ բան ենք ասում, ծնողը այլ բան։ Դա նաև մեր կողմից էլ է դժվար, որ մենք նաև ծնողի տեսանկյունից պետք է ամեն ինչ ներկայացնենք։ Հարցեր կա, երբ որ զրուցում ես վատ սովորությունների մասին բան, հենց օրինակ ծխելու մասին եկեք խոսենք, որ մենք ասում ենք դա վատ սովորությունը չի գալիս, սա կամ քյուժ բան, բայց երբ որ մենք դա նայում ենք ծնողի տեսանկյունից, մենք չէ որ ծնողին երեխայի աչքից գցում ենք դա ներկայացնելով։ Մենք այնքան նուրբ ենք փորձում դա մոտենանք, բացատրենք, որ երեխան հասկանա, որ հայո ծնողն էլ դա օրինակ կա ծնող, որ իր նման վատ սովորություն ունի, բայց չէ որ ինքը չէր ուզենա դա ունենար։ Իրան չի եղել այդ խորհուրդ տվողը ժամանակին ու ինքը ուզում է որ իր երեխան լինի իրանից լավը, դրա համար է սա ինքը ասում, ճիշտ է, ունի ինքը այդ սովորությունը, բայց փորձում է իր երեխային ավելի լավ ուղու վրա դնել։ Այնքան բարդ է սա երեխային ներկայացնել, որտեվ ինքը համեմատում է իր ծնողի հետ իմ ասածը։ Նաև մի կարևոր այլ նրբության պետք է անդրադառնանք, երբ որ մարտարվեստի մասին եմ ես խոսում, շատ եմ դրա մասին խոսում եւ այս նոր նրբության մասին, որ ի վերջո երբ որ երիտասարդը պատանին տիրապետում է որոշակի հնարքների, հարվածների, դա արդեն զենք է իր ձեռքին։ Այդ զենքը նաև դուք որպես մարզիչներ տալիս եք երեխայի ձեռքին, բայց նաև վստահ եմ, որը մի մարզիչ, մարտարվեստի մասնագետ չկա, որ դրա վրա հատուկ շեշտ չդնի։ Զենքը տալիս անպայման ասում ենք Արտուշ, թե երբ կարող է կիրառել այդ զենքը, ավելի շատ գերակշիռ մասը 90 քանի տոկոսով սահմանափակումներ են, միայն շատ փոքր, ինչ-որ շատ փոքր դեպքերի պարագայում նոր թույլատվություն է։ Այստեղ երբեմն նույնիսկ հղում ենք անում քրեական օրենսգրքին, որտեղ մարտարվեստին տիրապետող մարդը արդեն զինված է համարվում։ Որևէ հնարք կատարելիս ինքը հետագայում պետք է դրա պատասխանատվությունը կրի։ Վստահ եմ դուք եք չէ՞ ձեր սաների հետ դրա մասին խոսում։ Այո, իհարկե։
Երեխաներին հիմնական սովորացնում ենք, որ կարատեիստը պետք է առաջինը կռիվ չսկսի։ Դա կարևորագույն է։ Այո, իհարկե, իր ուժը օգտագործի միայն լավ բարի գործերի համար։ Հնարավորինչափ խուսափի խուսափի իրավիճակից այո։ Կատելագործի կարատեն ստանալով կատելագործի իր մարմինը եւ միտքը, որպեսզի հնարավորինս կարողանա հեռու մնալ կռվից։ Այսինքն ուժեղ մարդինքը վստահ է, որ տվյալ կռվի մեջ ինքը կարող է առավելություն ունենալ, նույնիսկ կարող է վնասի, ավելի լավ է ինքը իր գաղափարով, իր խոսքով կարողանա դիմացինի բացատրել, որ ամեն ինչ հարթվի։ Հիմնականում դա մենք պարտադիր է երեխաներին, ավելի մեծերին դա բացատրում ենք։ Կռվից շրջանցողը ամենախելացին է, դա պետք է հասկանա։ Կռվից շրջանցողը, բայց որոշակի շատ կրկնում եմ, շատ հազվադեպ դեպքերում շատ ինքնապաշտպանական, բայց երբ որ իմ ուսուցիչներ, իմ սենսեյն էր դրա մասին խոսում, ասում էր նույնիսկ եթե ձեր դեմ փորձում են սառը զենք կիրառել, դարձյալ փորձի խուսափել այդ մարտից, միայն կյանքին սպառնացող վտանգի պարագայում միայն կարող ես դու գիտես, ենթադրենք տիրապետում ես 20 հնարքի սառը զենքի դեմ պաշտպանվելու, կիրառի այս մեկը, միայն դա։ Տաք գլխով մի մոտեցիլ այդ իրավիճակին։ Այդ ամենակարևոր խոսքն է, որ հենց տաք գլխով պետք է չմոտենա։ Եթե դա ստացվում է արդեն սպորտսմենի մոտ, ուրեմն ցանկացած հարցին ինքը ճիշտ լուծում կտա։ Եվ եւս մի թեմայով ավարտենք մեր զրույցը։ Սպորտի մասսայականացման մասին վերջերս շատ ենք խոսում այս սպորտքասթի ձևաչափում։ Շատ կարևոր է, որովհետև մեր երկրում այո, շատ մարզաձևեր, նույնիսկ օլիմպիական կարգավիճակ ունեցող մարզաձևեր բավական տարածում ունեն։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր երիտասարդության մեջ գուցե վերջին տարիներին, այստեղ պետք է իհարկե հավաստենք, որ վերջին տարիներին կան երիտասարդներ, որոնք շատ կարևորություն են տալիս իրենց մարմնի զարգացմանը, մկանների զարգացմանը եւ գնում են ենթադրենք մարզադահլիճներ ծանրությունների հետ աշխատելու։ Բայց սպորտը իրանից միայն դա չի, դա սպորտի շատ փոքր բաղկացուցիչ մասն է։ Սպորտի մասին խոսելիս մենք նկատի ունենք, եթե խոսում ենք մարմնամարզությունից, դուք դրա մասին խոսեցիք։ Մարմնամարզությունը դա գրեթե բոլոր մկանների հավասարաչափ զարգացման մասին է։ Հավասարաչափ։ Դա մկանների զանգվածի անսահմանափակ մեծացման մասին չէ, այլ մկանների զանգվածի ճիշտ զարգացման մասին է։ Հիմա նաև դա տալիս է իհարկե մարտարվեստը, առաջին հերթին մարտարվեստը։ Երբ որ մեր պարապմունքներին ես այկիդոյով եմ զբաղվել, գալիս էին տղաներ, ովքեր որ շատ հաճախակի, գրեթե յուրաքանչյուր օր նույնիսկ լինում էր 1-2 անգամ գնում էին ծանրություններ բարձրացնելու մարզադահլիճ, բայց տատամիի վրա, գորգի վրա այդ հնարքներին շատ վատ էին մոտենում, չէր ստացվում, ճկունությունը կորում էր, մկանի մեծ անհամաչափ զարգացումը, մեծացումը բերում էր մկանի ճկունության կորստի։ Դե մենք հիմքը հիմնականում հենց դա է, մարտարվեստի հիմքը դա է, մարմնամարզություն, դա ճկունությունը պետք է պարտադիր համար առաջի լինի պարապմունքների ընթացքում։ Մինչև նույնիսկ այդ հասունացման տարիքը երեխաների մենք ավելի շատ պարապմունքների 60-70%-ը փորձում ենք հենց դա ապահովել, որ ճկուն մկաններ ունենա, այսինքն ձեր ասած ամեն մի մկանը պետք է ճիշտ ձևով զարգանա, որ ինչի համար է դա արվում, որտեվ տվյալ ուժային վարժությունները դա 50 տարեկանում էլ կարելի է սկսել եւ հասնել արդյունքի, բայց այն ինչը որ պետքա հիմքը դրվի հենց փոքրուց, դա չես կարող սկսել 50 տարեկանում եւ հասնել արդյունքի։ Կեցվածքի ձևավորման մասին եք նաև խոսում։ Այո, իհարկե, հենց երեխան ինքը զարգացող օրգանիզմ է եւ այդ հիմքը պետքա ճիշտ դրվի։ Ամեն մի մկանի կառուցվածքը պետքա ճիշտ աշխատանք տարվի, որ ճիշտ զարգանա։ Եվ վերջին հարցը, արդեն մոտեցանք ավարտին, վերջին 1-2 րոպեն է, սպորտի մասսայականացման մասին կրկնում շատ ենք խոսում, բայց այդ մասսայականացման այնպես չի, որ մեզ մոտ Հայաստանում
չեն զբաղվում սպորտով, տարբեր մարզաձևերով կամ կրկնվում եմ նույնիսկ մարզադահլիճ պարզապես չեն գնում ուժային որոշակի վարժություններ կատարելու։ Բայց մասսայականացման մասին պետք է խոսենք, որտեղ երիտասարդների մեջ շատ չափազանց մեր ցանկալի տոկոսը չի, որ զբաղվում է սպորտով։ Մասսայականացումը այո, շատ Ինչ պետք է նպաստի դրան առաջին հերթին։ Առաջնահերթությունը պետք է լինի նաև տվյալ մասնագետը ինչպես է ներկայացնում սպորտաձևը։ Ներկայացնելու մասին եթե որ խոսում ենք Արտուշ, նկատի ունենք նաև սոցցանցերում, չէ՞, այդպես եմ հասկանում։ Դες ինֆորմացիան այդտեղով է ավելի շատ մատուցվում, իհարկե սոցցանցերով, այ դուք նշեցիք, որ Facebook-ով նայել եք մեր վիդեոներից հատվածներ, մենք փորձում ենք հենց այդ ձևով տարբեր հարթակներում ներկայացնել եւ նաեւ ծնողական ժողովներին մասնակցելով թե դպրոցներում, թե մանկապարտեզներում ներկայացնել թե ինչի համար է կարևոր։ Ձեզ հրավիրում են Արտուշ Ալբերտ, ձեզ հրավիրում են։ Այո, եւ հրավերքով եւ նաեւ մենք ենք մոտենում եւ խնդրում, որ զրուցենք նմանատիպ թեմաներով։ Հիմնականում այս ձևով է, որ փորձում ենք մատուցել, որ ինչքան կարևոր է սպորտաձևը, ընդհանրապես սպորտով զբաղվելը կապ չունի թե ինչով կզբաղվի։ Շնորհակալ եմ շատ տղաներ իմ հրավերը ընդունելու համար։ Մեր ունկնդրին եւ ակնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին Դուքենդո կարատեի ֆեդերացիայի Ավանի մասնաճյուղի փոխնախագահ Ալբերտ Վարդանյանը եւ Դուքենդո կարատեի ֆեդերացիայի Ավանի մասնաճյուղի գլխավոր մարզիչ Արտուշ Միկոյանը։ Շարունակեք հետևել մեզ նաեւ վիդեո տարբերակով, տեսագրությունը կրկնվում եմ տեղադրված կլինի հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում եւ YouTube-յան ալիքում, իհարկե նաեւ armradio.am կայքի հաղորդումներ բաժնի podcast հատվածում։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast